Adobe Illustrator-ում տեքստի հետ աշխատելու համար կան ևս մի շարք հետաքրքիր հատկություններ, եւ հիմա եկեք նայենք Clipping Mask եւ Create Outline հնարավորությունները, որը մենք կարող ենք օգտագործել տեքստի համար։ Create Outline հնարավորությունը, եթե մենք ունենք օրինակ այս տեքստը, եւ հիմա մենք ընտրենք Type Create Outline կամ Shift Ctrl O shortcut-ը, ապա դուք կտեսնեք, որ մեր տեքստը այժմ իրենից ներկայացնում է փակ փաթ, եւ մենք հիմա հնարավորություն ունենք նրա հետ աշխատել, ինչպես աշխատում ենք սովորական օբյեկտի հետ։ Ընդ որում, քանի որ տեքստը իրանից ներկայացնում է խումբ, ապա դուք տեսնում եք, որ այն էֆեկտները, որոնք մեր կիրառում են կոնկրետ մեկ տառի համար այս բառում, այն ազդում է բոլոր տառերի վրա, այսինքն եթե մենք հիմա օգտագործում ենք widget-ը, կարողանում ենք փոփոխել նրա անկյունները, ձևերը։ Եթե հիմա մենք ընտրում ենք այս անկյունը, ապա նա ազդում է միայն այս մասի վրա։ Եթե մեր մոտ ընտրված են բոլոր անկյունները, ապա մենք կարող ենք փոփոխել այս խմբի անկյունների ձևերը։ Եթե մենք այստեղ ընտրենք Direct Selection Tool-ը, ապա մենք կարող ենք աշխատել ցանկացած կետի հետ, եթե ընտրենք այդ կետը եւ անենք փոփոխություն մեր տեքստում։ Նաեւ այստեղ կարող ենք օգտագործել բոլոր այն գործիքները, որոնք որ աշխատում են փաթերի կամ կետերի հետ։ Օրինակ, ինչպես հիմա տեսնում եք, ես կարող եմ ջնջոց գործիքի օգնությամբ ստանալ հետաքրքիր շրիֆտեր, sans serif-ին կամ այլ կալիգրաֆիկ ֆոնտերին։ Կոնկրետ այս գործիքը հիմա ազդում է այս տառի վրա։ Այժմ գանք հետ Ctrl-Z եւ եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է օգտագործել Clipping Mask-ը։ Clipping Mask-ը դա մի հնարավորություն է, որը թույլ է տալիս մեր մի վեկտորային օբյեկտի միջոցով դիտել նրա տակ գտնվող ցանկացած օբյեկտ, որը գտնվում է նրանից դեպի ներքև։ Դա ազդում է ոչ միայն տառերի վրա, այլ նաև ցանկացած shape-երի վրա։ Եթե մենք օրինակ այժմ տեղափոխենք սանը այս raster image-ի վրա, որը մենք place էինք արել, եթե մենք բացենք հիմա մեր appearance banner, ապա դուք կտեսնեք, որ այստեղ նա նկար է, ինչպես նաև այստեղ Illustrator-ը ցույց է տալիս։ Այժմ եթե մենք նայենք մեր layer-ները, ապա դուք կտեսնեք, որ մեր տառերը, որը հիմա մենք ընտրում ենք այստեղ, գտնվում են այս նկարից վերև։ Այժմ եթե մենք ընտրենք այս երկու օբյեկտը եւ գանք Object Clipping Mask Make կամ Ctrl-7 shortcut-ը օգտագործենք, ապա դուք կտեսնեք, որ այստեղ կստեղծվի layer-ներում մի խումբ, որը դուք հիմա տեսնում եք, այս խումբը, որտեղ տեքստը տեղավորվում է նկարի վրա։ Եվ մենք ստանում ենք Clipping Mask։ Սա նման է ցանկացած մասկին, եւ այն բերում է նրան, որ Illustrator-ը ենթադրում է, որ այս մնացած մասը, որ հիմա չի երևում, պարփակված է սև գույնով, իսկ տառերը պարփակված են սպիտակ գույնով, որի միջով մենք տեսնում ենք տակի օբյեկտը։ Այս
clipping mask էֆեկտով մենք կարող ենք ստանալ հետաքրքիր էֆեկտներ։ Այստեղ clipping mask ունի երկու հատկություն, edit clipping path եւ edit content։ Եթե մենք հիմա ընտրենք edit content, ապա դուք կտեսնեք, որ ընտրվեց նկարը եւ այժմ մենք կարող ենք տեղափոխենք նկարը պահպանելով տառերը համապատասխան իրենց տեղում եւ տառի տակից մենք կտեսնենք, թե ինչպես է տեղափոխվում նկարը։ Եթե մենք այժմ ընտրենք edit clipping path, ընտրենք տառերը եւ տեղափոխենք, ապա դուք կտեսնեք, որ այժմ նկարը մնում է տեղում, իսկ մենք տեղափոխում ենք տառերը, որի տակից տեսնում ենք այդ նկարը։ Նույնը կարելի է անել ցանկացած օբյեկտի հետ, օրինակ եթե ունենք մենք այստեղ մենք կարող ենք տեղավորել այս մեր shape-ի վրա, ընտրենք նրանց եւ գանք object clipping mask make, ապա դուք կտեսնեք, որ մեր աստղի մեջով, որը նույնպես այստեղ ստեղծել է խումբ, ընդ որում աստղը տեսնում եք ինքը գույն չունի, որի տակից թափանցում է։ Այստեղ մենք կարող ենք փոփոխել ինչպես աստղի չափերը, տեղափոխենք նրան։ Նաև կարող ենք մենք մտնենք edit content եւ տեղափոխենք նկարը։ Եվ edit clipping mask-ը, եթե մենք ընտրել ենք այս երկու օբյեկտները, ունի այստեղ հնարավորություն edit content, որը մենք նորից սեղմում ենք, դուք տեսնում եք, կատարենք նույն բանը։ Եվ եթե մենք հիմա օրինակ փոխենք մեր քթեթի գույնը, ապա կփոխվի նաև աստղի տակից երևացող շերտը, ինչպես տեսնում եք, այս layer-ում նա փոխեց իր գույնը։ Նաև կարելի է այս object հրամանով անել release եւ ազատել օբյեկտները մասկից, այսինքն clipping մասկից։ Նորից ենք կրկնում, որ clipping մասկը աշխատում է միայն օբյեկտների հետ, որոնք իրենցից ներկայացնում են վեկտորական օբյեկտ։